Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։ Բարև ձեզ, պարոն Մինասյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես բավականին երկար ժամանակ չենք հանդիպել, բավականին շատ հարցեր են կուտակվել, երեքերս մի փոքր հետ գնանք, թեպետ այդ հարցին շատ այդ հարցի հետ կապված շատ քննարկումներ ենք ունեցել, բայց ձեր կարծիքն էլ հետաքրքիր է լսել, այսպես երևի արագ անցնենք Կրեմլում էր, Մոսկվայում էր Նիկոլը, այնուհետև Ալբանիայում, ես կխնդրեի այս շղթան տեսնել եւ իր պահվածքը դրանից հետո ինչներ ուշագրավ, որ Ալիևի եւ Ադրբեջանի կողմից 1-2 նորից շատ հստակ խիստ կոպիտ հայտարարություններ Հայաստանի խաղաղության պայմանագրի Արևմտյան Ադրբեջան ստեղծելու հետ կապված Մինսկի այնտեղ շատ կոնկրետ կետերին էին անդրադարձել, որ պիտի երկու շատ կոնկրետ կերկար չպիտի լինի դա եւ խնդրեմ Տեսեք Անժելա, դուք ասիք շատ արագ, բայց որքան արագ գնանք այդ ձեր ասած Ալբանիայի եւ այո, Մոսկվայից առաջ եղավ մի բան, երբ ինքը գնաց Էստոնիա եւ մասնակցեց կոմունիզմի ոչռագործությունների նվիրված ցուցահանդեսին, այնտեղ ծաղիկ խոնարհեց դրան զոհերի առաջ եւ այս դրվագը հնարավոր չի չդիտարկել այն բանից հետո, երբ որ ինքը գնում է Մոսկվա եւ փորձում է այնտեղ մայիսի 9-ի շքերթին մասնակցել, այո, մայիսի շքերթին մասնակցել եւ դա ինչի մասն է խոսում, դա խոսում է քաղաքական շպագատի մասին, որը ինքը ստիպված ընդունել է, որպեսզի կարողանա մի խնդիր լուծել եւ եթե մենք այդպես չենք նայում խնդրին, որևէ արդյունքի չեն կարող ասել, ինքը մի խնդիր ունի, մնալ իշխանության եւ որպեսզի մնա իշխանության, ինքը պետք է կարողանա բոլոր հզոր ուժերին բավարարի Մի կին ասեցի գնում է այնտեղ ըստ էության հակառուսական ակցիայի է մասնակցում, հետո գալիս է Մոսկվա պրոռուսական ակցիայի է մասնակցում կամ պրոխորհրդային, գնում է Եվրոպա Ալբանիայում, այնտեղ պրոեվրոպական ակցիայի է մասնակցում։ Եվ դա միայն իր այցելությամբ չի, այլև Հայաստանում ձեռնվող քաղաքական զարգացումների մասին։ Ընդունում են եվրոինտեգրման սկզբի մասին հայտարարություն, երբ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարը գալիս է Հայաստան, ըստ էության Հայաստանի արտաքին գործերի նախարարը ասում է, որ մենք այդպիսի գործընթաց չենք սկսել։ Գիտեք, ասում են, որ կատվի թե մկան խաղը միջև մառան։ Այո, այտենց մի բան է։ Եվ դա բոլորն են տեսնում, բայց ամենակարևորը, որ այդ շպագատի կամ կոշիկներ լիզելու քաղաքականության արդյունքում Տուժում է հայ ժողովուրդը, տուժում են մեր պետական շահերը եւ երկու հիմնական բաժնետերերը, որտեղ ըստ էության նրանք բերեցին այս պատոհասին Հայաստան, Թուրքիան եւ Ադրբեջանը, նրանք շատ հստակ իրենց ծրագիրը առաջ են տանում եւ հիմար կլինեն, եթե առաջ չտանեն։ Տեսեք, վերջերս եւ ավելի լկտի է դարձել Էրդողանը եւ Ալիևը։ Էրդողանը հայտարարեց, որ Հարավային Կովկասը իրենց Թուրան ծրագրի կարևորագույն օղակն է եւ եթե շարունակենք իր խոսքերը, դա նշանակում է, որ եթե իրենք Հարավային Կովկասը իրենցով չանեն, ապա այդ իրենց պատմական գեր ծրագիրը իրենք չեն կարող իրականացնել։ Դա ինչի մասն է խոսում։ Դա խոսում է մի բանի մասին, որ Էրդողանը գտնում է, որ Հայաստանը պետք է դառնա Երևանստան, որովհետեւ ըստ էության երկու հիմնական խնդիր կար, որի համար իրանք բերել էին այս պատոհասին Հայաստան, ընդ որում որ բերել էին, դրա մասին Ալիևն էլ է ասել, որ ինքը մեծ ներդրում է ունեցել այս Նիկոլին այստեղ իշխանության կարգելու, գիտեք, համոզված է մեր ունկնդիրներն էլ գիտեն, որ մեծ քանակի ֆինանսական միջոցներ է եկել Ադրբեջանից Հայաստան ու դրանք հենց ծախսվել են այս գունավոր հեղափոխության իրականացման վրա։ Եվ ակնհայտ է, որ առաջի խնդիրը այդ գումարներով իշխանության բերած իշխանությունը լուծեց, դա Արցախի ադրբեջանականացումն ունում է երկրորդ խնդիրը, Հայաստանի հրմանիստացումը։ Խնդիր, որի մասին արդեն շատ պարզ խոսում է Էրդողանը։ Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարություններին, այստեղ ամեն ինչ եւս շատ պարզ է, այդպես էլ պետք է լինի։ Ինքը ասում է, որ Հայաստանը բացի այն, ասենք թե սահմանության
նախաբանի հետ կապված խնդրից, բացի մեր զինանշանի հետ կապված խնդրից, որի մասին բոլորը գիտեն, շատ առարկայական է դարձել արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը։ Արդեն Ադրբեջանում մարդկանց ID քարտեր են տալիս, որտեղ գրված է Հայաստանում գտնվող տարածքների ադրբեջանական անվանումները եւ քաղաքացին, որը ծնված է այնտեղ, պատկերացնում եք, եթե պաշտոնական մակարդակով այդ հասարակական կազմակերպությունը այդ գործը անում է։ Ալիևը ասում է, որ մենք պետք է ակնկալում ենք, որ Հայաստանը պետք է որևէ խոչընդոտ չներկայացնի, որպեսզի Հայաստանից արտագաղթած ադրբեջանցիները 100,000-ներով գան Հայաստան։ Սա եւս Հայաստանի Երևանի ստացման խնդիրն է։ Այստեղ ինչն է կարևոր։ Գիտեք, Անժելա, բոլորս պետք է հասկանանք մի բան։ Անթույլատրելի միամտությունը մեղմ եմ ասում։ Մտածել, որ այս սա էլ կտանք ու վերջ։ Ոչ։ Նահանջը գնալու է մինչև վերջ, այստեղ պետք է որևէ հայ չապրի։ Այ Հայաստանի Հանրապետություն կոչվող տարածքում ոչ մի հայ չպետք է ապրի։ Այստեղ պետք է մնա այնքան հայ, ինչքան այսօր մնացել է Արցախում։ Եթե մենք սա չտեսնենք, ուրեմն կույրից ավելի կույր ենք։ Եվ չտեսնենք, որ այս ծրագիրն է իրականացնում ոչ միայն Ադրբեջանը ու Թուրքիան, այլև նրա գործական Հայաստանի իշխանությունը։ Սա է խնդիրը։ Այսինքն ձեր մտքից անգամ հանեք վիլայետ հասկացողությունը չի լինելու այդպիսի բան։ Լինելու է, ո՞չ։ Այստեղ հայեր չեն լինելու։ Անունը պահպանվելու է, ինչպես Սիրիայի անունն է պահպանվել, իբրև թե։ Այնպես էլ Էրմանստանը կպահպանվի, ինչ է եղել որ, բայց այդտեղ հայ չի ապրի։ Կամ կապրի այնքան ինչքան օրինակ այսօր ապրում են Բիթլիսում կամ Սասունում։ Էդ է։ Ինչ է ակնկալում հիմա, ասում են միակ մարդը, ումից ինչ որ ակնկալիք ունի եւ ով պահում է իրեն իշխանության, Էրդողանն է, համաձայն եք եւ Նաեւ Ալիևը։ Ահա։ Նաեւ Ալիևը։ Իսկ ինչ են ակնկալում իրենք ինձ բերանով են ասում, չէ՞։ Ասում են դուք պետք է դառնաք թուրքական աշխարհը միավորող կամուրջ։ Եվ այդ կամուրջի խնդիրը դուք պետք է իրականացնեք, դուք պետք է թույլ տաք, որ այստեղ գան ապրեն ադրբեջանցիներ, 100,000-ավոր։ Իսկ դա նշանակում է, որ ընդհանրապես այստեղ Հայաստան չի լինելու, այստեղ լինելու է մի թուրքական բնակավայր, ճիշտ այնպես ինչպես Արցախը։ Ակնհայտ է, նույնիսկ եմ կրկնում, անթույլատրելի է, եթե մեկ իրեն թույլ է տալիս դա չտեսնել։ Սա ծրագիր է, որը դրված է եղել հենց 18 թվականին, երբ իրենց ուժերով բերվեց այս իշխանությունը Հայաստան։ Թուրքական գործակալների իշխանություն։ Եվ եթե դուք հետևեք նրանց իրականացած քայլերին, որևէ պատահականություն տեղ չկա։ Հետևական բոլոր քայլերը տարել են նրան, որպեսզի իրականացվի այդ երկու ֆունդամենտալ ծրագիրը։ Արցախի ադրբեջանականացում, Հայաստանի վիլայեթացում։ Շատ փայլուն կերպով հակառուսական տրամադրությունը եւ տրամադրվածությունը իրենք շարունակում են բերել։ Երեք էլ չգիտեմ կազմակերպված էր թե ինչ էր, այսպես հարցադրումներ ա ուղված Լավրովին, կարող եմ ընթերցել, կարող եք, եթե դուք ծանոթ եք, կարող եք հերթով անդրադառնալ ռուսական զենքի օգտագործում մեր նկատմամբ հապկի, այսպես ասած, միջամտել է, խնդրեմ։ Տեսեք, Անժելա, երբ գնում է խնդիրների էսկալացիա երկու կողմի միջև, այնպես չի կարող լինել, որ մեկը դիմացի նկատմամբ նեգատիվ քայլեր է կատարում, իսկ դիմացին շարունակում է պոզիտիվ վերաբերվել դրան։ Այդպես չկա, չէր կարող լինել։ Հետևաբար կարևորը հասկանալ, լավ, ով է առաջի քայլը արեց։ Եվ ոչ միայն ով արեց, այլ ինչ նպատակներով արեց։ Եվ եթե դուք այդ հարցը ձեր առաջ չդնեք, միշտ կասեք, դե մի բան սա է ասել, մի բան էլ նա է ասել, բայց ոչ թե այդպես եղավ։ Չէ՞ որ մենք ունենք փայլուն իրավիճակ Ռուսաստանի հետ։ Փայլուն։ Պուտինը իր բերանով ասում էր, որ հզոր հայկական պետականության արկայությունը հարավային Կովկասում բխում է ռուսական պետական շահից։ Դա ասել է Սերժ Սարգսյանի ներկայությամբ Մոսկվայից։ Այդ ո՞նց եղավ, որ ասենք դրանից հետո մենք եկանք մի իրավիճակին, որը իսկապես այսօր անհետեցություն է թվում, եթե համեմատում ենք դրա հետ։ Այս մարդը երբ որ եկավ, քանդեց այն աշխատանքը, որը տարիներ շարունակ իրականացվել էր Ռուսաստանի համար գերկարևոր հատվածում։ Այն որ մի գերտերությունը կարող էր անպատասխան թողնել եւ շահագրգիռ էր, որ Նիկոլը գար
իրենք ինչու չպատասխանեցին, չէ, որ ասվել է դրա մասին, որ 3 անգամ զանգ է եղել եւ անարձագանք է մնացել, ունենալով այդպիսի բարեկամ եւ կարեւոր երկիր այս տարածաշրջանում, ինչպես դուք մեջ բերեցիք։ Տեսեք, ես առավել քան համոզված եմ, որ դրա պատասխանը մենք այսօր չենք կարող ունենալ։ Մենք կարող ենք ունենալ ենթադրություններ։ Եվ ենթադրում եմ, որ այն ընդգծված հավասարակշռված քաղաքականությունը, որը բխում էր Հայաստանի Հանրապետության շահերից, որը պաշտպանվում էր 3-րդ նախագահի կողմից, կարող է նաև ընկալվում է Ռուսաստանի կողմից չափազանց ինքնուրույն։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ դա է միակ ճիշտ ճանապարհը Հայաստանի համար, եւ ոչ միայն Հայաստանի համար, որտեղ ցանկացած երկիր, որը այսօր, դե հենց մի հատ տեսեք, էլի, օրինակ այսօր Ռուսաստանը աշխարհի 30 պետության դեմ պատերազմ է մղում։ 30 պետություն եւ մի կողմից էլ Ռուսաստան։ Այդ հապկի որ երկիրն է այնտեղ բանակ ուղարկել։ Հապկի որ երկիրն է Ռուսաստանի կողմից կռվում։ Ռուսաստանի կողմից կռվում է Կորեան։ Հետևաբար այն հավասարակշռված բայց հապկի շոր երկիր, որ ներքին խնդիր ունեցավ, հապկի զորքերը այդտեղ հայտնվեցին, բայց Հայաստանում չհայտնվեցին։ Հապկի զորքերը այնտեղ հայտնվեցին, տեսեք, մենք հարցից հարց ենք։ Չէ, հարցից հարց չենք, դուք ասում եք, եթե ինքը խնդիրն է պատերազմի մեջ, այո, բայց ներքին խնդիրներ ունենալու ժամանակ հայտնվեցին, բայց Հայաստանում ոչ։ Դե շատ լավ եք ասում, ուրեմն պետք է տեսնենք, թե դրանից առաջ ինչ է եղել։ Դրանից առաջ եղել է այն, որ այս ազգակործան պատուհասը ասել է, որ Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Ես դրա մասին չեմ ասում, ես մի քիչ ավելի հետ եմ գնում Սերժ Սարգսյանի այն փուլում, որ հա, այսինքն չեն դիմել իրենց։ Ընդհակառակ զանգին էլ չեն պատասխանել։ Տեսեք, նույնս եմ կրկնում, Անժելա ջան, մենք դրա մասին կարծեք թե խոսեցինք։ Ես կարծում եմ, որ այն ժամանակ Մոսկվայում կար մտահայնություն, որ Հայաստանի այսպիսի քաղաքականությունը չափից դուրս ինքնուրույն է կամ արևմտամետ է։ Չափից դուրս ինքնուրույնն է։ Չեմ միգուցե նաև այդպես էին մտածում։ Եվ մտածում են, որ եթե գա մեկ ուրիշը կլինի այնպիսի իրավիճակ, ինչպես ասենք թե մտածում են, որ вам некуда деться։ Պարզեց որ ոչ։ Կարող է գալ թուրք-ադրբեջանական մի գործակալ, որը ոչ թե ռուսական շահը ավելի առաջ մղի, այլ թուրքական եւ ադրբեջանական։ Մենք հիմա շատ ոնց որ հին հարց ենք անդրադառնում, շատ հեռուտեղ են գնում, բայց մի քիչ միամիտ չի մտածել, որ այդպեսի գերտերության անվտանգությունը, մեր անվտանգությունը չգիտեին թե Նիկոլը որտեղից է ծնվում եւ սնվում։ Եվ մտածել կգա եւ այսպես խելոք Կուդա դիզեն սադրատակ խելոք անին ինչ որ կասեն, մի քիչ միամիտ չի, ինչ որ բան չի էլի։ Դա իրողություն է, Անժելա, կներեք, շատ ավելի կարևոր երկիր Ռուսաստանի համար, որը Ուկրաինան է։ Ռուսաստանի վերնախավը համոզված է, որ այնտեղ, երբ որ ռուսական զորքերը մտնեն Ուկրաինա, այնտեղ պետք է ծաղիկներով եւ փողային նվագախմբով դիմավորել։ Կար այդպեսի բան, այո։ Դե ուրեմն մի ասեք, որ դա օբյեկտիվ իրավիճակ է։ Հա, ունենք այն, ինչ որ ունենք։ Այո։ Այսպես հապկի մասին չխոսեցիք, հա, ինչու չակտիվացան։ Մեր պարտություններից բխող արձագանքը, որ համապատասխանվել հապկում ՀՀ-ի մեր պայմանագրային պարտականություններից, դա եղավ անմիջապես, ասել է Լավրովը, պատասխանելով Արմեն Պրեսյան հարցին, որ 2022 թվականին Ադրբեջանը հարձակվել էր ՀՀ ինքնիշխան տարածքների վրա, ՌԴ-ն ինչու չարձագանքեց։ Առաքելությունը ՀԱՊ գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ միանգամից մեկնեց դեպքի վայր, ներկայացրեց օպերատիվ զեկույց, առաջարկությունները, որ պետք է ՀԱՊ-ի դիտորդների առաքելություն ուղարկել այդտեղ իրավիճակը կայունացնելու համար, ասել է Լավրովը։ Տեսեք Անժելա, ես այդ հարցում այլ պատասխան ունեմ։ Եվ ՀԱՊ-ի արձագանքը եւ այդ ՀԱՊ-ի գլխավոր երկրի Ռուսաստանի արձագանքը բխում էր այն քայլերից, որը արդեն արել էր Հայաստանի իշխանությունները, հանդերձ Նիկոլ Փաշինյանի, որը ըստ էության այնպես էր արել, որպեսզի Արցախը դառնա Ադրբեջանի մաս, դրա մասին հայտարարել էր, որի արդյունքում ռուսական խաղաղապահները այլևս Ադրբեջանի ինքնիշխան տարածքում անելիք չունեին։ Դրա համար եմ ասում, դուք պետք է գաք անպայման սկզբնաղբյուրին հասկանաք, այդ ոնց եղավ, որ այն փայլուն հարաբերությունները Հայաստանի Հանրապետության մասին է խոսքը գնում, ջերմուկի բարձունքների բանդրա մասին է խոսքը։ Իսկ ես ինչի մասին եմ խոսում։ Ես էլ խոսում եմ ռուսական շահի մասին Հարավային Կովկասում։ Խնդրեմ։ Դա խոսեցի արդեն։ Դուք ռուսական շահը Հարավային Կովկասում զրոացեցիք, տվեցիք ձեր տերերին, ադրբեջանցիներին, եւ ուզում եք, որ հիմա նրանք պաշտպանեն ձեզ, գնացեք ձեր տերերի հետ խոսեք։ Այն ինչ որ տեղի ունեցել, Անժելա, պատճառը հետևանքային կապը ակնհայտ է։ Թուրքական եւ ադրբեջանական փողերով եկած իշխանությունը Հայաստանում
փչացնում էր հարաբերությունները ռուսների հետ, որտեղ ադրբեջանական եւ թուրքական ծրագրերը չեն համընկնում ռուսական ծրագրի հետ։ Եվ այսօր դրա բարձ ասում են մարդը, ասում է հարավային Կովկասը մեծ Թուրանի ծրագրի անբաժանելի մասն է։ Ռուսներին դա բարձր ձեռ չի տալիս, որտեղ իրանք ունեն ուղղայաց հյուսիս-հարավ, սրանք ունեն հորիզոնական արևելք-արևմուտք։ Եթե պարոն Մինասյան հետևենք նախին զարգացումները կանխատեսում դրա մասին խնդրում եմ ասեք, հետո անցնեմ հաջորդ հարցին։ Շնորհակալություն։ Այո, տեսեք Անժելա, այս իշխանությունը ըստ էության գլոբալիստական ժամանակաշրջանի պրոդուկտ է։ Այդ գլոբալիստական աշխարհը տրոհվել է։ Այն բանից հետո երբ Տրամպը եկավ իշխանության Միացյալ Նահանգներում, ինքը նախ կարողացավ այնտեղ այդ դեմոկրատ գլոբալիստների սանձերը քաշել, եւ հիմա բավականին մեծ խնդրեմ է Եվրոպայում, Արևմտյան Եվրոպայում դեռ տարբեր զարգացումներ կան, բայց հիմնական տենդենսը այն է, որ գլոբալիստական Եվրոպան այլևս այնքան միասնական չի, որքան էր, ասենք սրանից 7 տարի առաջ։ Եվ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ ես կարծում եմ փոխված է։ Այն իրավիճակը չի այլևս, որ երբ որ այստեղ խաղաղ ցուցարարների գլխին 30 ռումբ պայթացնեն, այդ հավաքական արևմուտքը, որ այսօր ինքան էլ հավաքական չի, նույն կերպ իր աչքերը կփակի եւ ականջները վստահ եք, որ Հայաստան Միացյալ Նահանգների դեսպանի կողմից այլ արձագանք կլինի։ Առավել քան վստահ եմ։ Առավել քան վստահ եմ։ Դե դեպքում մենք կարող ենք հիմա տեսեք դատական ինչ-որ պրոցեսներ, հայտարարություններ, օրինակ ձեր ուժը, այլ ուժեր կարող են հենց այդ նույն հարցերով ինչ որ ակցիաներ անել դեսպանատան մոտ, գուցե սպասեն եւ ակնկալեն այլ արձագանք եւ պատասխաններ։ Մեր նպատակը դեսպանատան առաջ գործ անելը չի։ Նաեւ ինչու՞ չէ, որտեւ նախքին դեսպանը, եթե դուք հիշում եք, մեղադրեց մեծ հաշվով ցուցարարներին եւ ասեց ոչ մի արտառոց բան չի եղել անցած անգամ, երբ որ շատ լավ է։ Հիմա ասում եմ, եթե մենք անենք այն չորեցինք այն ժամանակ, չարվեց այն ժամանակ էլ իրական չարվեց։ Եթե մենք անենք այն չորեցինք այն ժամանակ ազատության պողոտաներություն ազգային ժողովի դիմաց եւ իրանք մեր գլխին պայթացնեն 30 ռումբ, համոզված եմ, որ Միացյալ Նահանգների արձագանքը կլինի ոչ այնպեսին, ինչպեսին դնում։ Ինչն է ձեզ խանգարում, որ ասեք այն ժամանակ սա է եղել եւ ձեր դեսպանատան արձագանքը այսպեսին է եղել, հիմա դուք պետք է վերանայեք սա, եթե իրենց մոտ բան է փոխվել, իշխանություն է փոխվել, մոտ ինչու։ Երբեք։ Որտեղ ոչ մի բան չի լինում։ Դատում են այդ մարդկանց, միջևան նստած մարդիկ կան։ Գնան, որ իրանք ինչ անեն։ Ընդունել, որ ասենք հիմա տեսեք Թրամփը մի շարք հարցերում դատապարտում է Բայդենի քաղաքականությունը, ասում է տեսեք, ես մաքրելով, սրբագրելով, ուղղելով փորձում եմ գալ։ Սա էլ հերթականներից մեկն է։ Սրբագրի ասենք թե Հայաստանի ընդդիմության պատճառով իրանց դեսպանի աշխատանքը, իհարկե ոչ։ Ընդդիմության պատճառով։ Այո։ Ինչու։ Դե որովհետև ընդդիմությունն է այդ հարցը բարձրացնում։ Անժելա, ուրիշ բան կարող է լինել։ Խնդրեմ։ Եթե մեկ անգամ էլ լինի այն process-ը, որը բերի նրան, որ իշխանությունները ցուցարարների գլխին 30 ռումբ պայթացնեն, կրկնում եմ, այդ ժամանակ արդեն Ամերիկայի արձագանքը կլինի այլ, ոչ այնպես ինչպես եղավ այն ժամանակ։ Դե որպեսզի փորձարկում չլինի, մի հատ տեսնեն կպայթացնեն ինչ արձագանք կլինի, մենք կարող ենք հիմա էլ ակնկալել, օրինակ շատ հետաքրքիր ոչ մեկը չի անում։ Ինչու։ Գնացի կարել։ Դե օրինակ սրբազան շարժումն է այդ արել, հիմա կարող ենք հիմա առաջարկել, ասել ինչ որ մի բան անել։ Չի բան, անհեռանկար քայլ է, գնալ դեսպանատանը ասել Բայց դա դատում են այդ մարդկանց, ասեն այս մարդկանց դատում են, որտեղ նաև իրանց ձեռքերը ազատ էր, որտեղ ձեր դեսպանատների նման դեսպանատները հայտարարում են, որ ոչ մի բան տեղի չի ունեցել, ամեն ինչ օրենքի սահմաններում է եղել։ Անհեռանկար քայլ է։ Գիտեք չէ՞ որ դատում են այդ մարդկանց, ուժասներին են դատում։ Իչեմա դա շարունակվում է այդ վիճակը։ Բայց ո՞նց կարա չիմանամ, իհարկե գիտեմ։ Լավ, շարունակեք, այսինքն կարծում եք շատ բան է փոխվել աշխարհում եւ հիմա միակ տերերը շատ բան է փոխվել, բայց էական բաներ են փոխվել։ Էական։ Արևմուտքը այլևս այդպեսին չի, ինքը միասնական չի։ Եվ դա երևում է ոչ միայն, ասենք, թե հենց Եվրոպայում, երևում է ռուս-ուկրաինական կոնֆլիկտում։ Եվ ենթադրում եմ դա կդրսևորվի նաև այլ տարածքներում, եւ ընդհանրապես պետք է ասել, որ այդ գլոբալիստական աշխարհի փլուզումն ենք մենք տեսնում, եւ աշխարհը դառնում է ռեգիոնալ։ Եվ այդ ռեգիոնները ըստ էության հարավային Կովկասում կամ պետք է լինեն հարավային Կովկասում կամ պետք է մտնեն թուրքական ռեգիոնի մեջ կամ ռուսական, այլ ընտրանք չկա։
Ներկայացնում ենք շատ հետաքրքիր զարգացումներ, հիմա Սիրիան այսպես բաժանելու փուլում են եւ այնտեղ արդեն հարցեր է առաջացել Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ, իսկ գիտեք, որ իրենք գոնե այս հարցում համակարծիք են եւ միասին էին գործում Արցախի այդ կազմակերպված այդ պատերազմը եւ ինչ է կարծում այստեղ շահերի ինչ արդեն շահերի բախում է տեղի ունենում եւ նաեւ զուգահեռ հիմա շատ ուշագրավ է Արազ 2025 զորավարժություններն են տեղի ունենում Արցախի տարածքում ինչ զարգացումներ ինչ կանխատեսումներ եւ նաեւ Իսրայել Միացյալ Նահանգներ շահերի համընկնում կա շատ լավ թեմա անդրադարձակ տեսեք Ընդհանրապես Իսրայել Միացյալ Նահանգներ եւ Բաքու երանգյան մասներ են խոսում, որտեղ նույն ակնհայտ է որ շատ մեծ ազդեցություն ունի հրեական լոբին Ամերիկայի կողմից ընդունված որոշումների վրա դա բոլորը գիտեն եւ մեծ պոզիտիվ հարաբերություններ են Իսրայելը Ադրբեջանի հետ, որովհետեւ Իրանի հետ կապված խնդրի պրո-իսրայելական լուծման համար չափազանց կարևոր է Ադրբեջանի դիրքորոշումը։ Սակայն մենք ականատես ենք նաև մի իրավիճակի, որ Միացյալ Նահանգները ոնց որ չեն արդարացնում այն ակնկալիքները, որ ուներ Իսրայելը։ Եվ իրենք փորձում են ավելի հավասարակշռած հարաբերություններ հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ Ես դրա մասին դեռ վաղուց ասել եմ, որ դա շատ հնարավոր տարբերակ է եւ ըստ էության կարծեք թե գործերը գնում են նրան, որ պետք է համաձայնագիր ստորագրվի Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ Միացյալ Նահանգների միջեւ, որպեսզի Իրանը հրաժարվի միջուկային զենքի ստեղծման հեռանկարներից, դրա դիմաց մեծ սանկցիաների վերացում կարող է տեղի ունենալ Ես կարծում եմ, որ այս հենց Իրանի հետ կապված հարցում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի տեսակետները տարբերվում են իրանից, ինչը շատերը չէին կարողանում կանխատեսել եւ այս պարագայում բավականին բարդ իրավիճակում կարող է հայտնվել Ադրբեջանը եւ այդ ապագա զարգացումները կարող են մտնել կիրառական փուլ կանխատեսումներից կարող են մտնել կիրառական փուլ միայն մի դեպքում եթե ուկրաինական կոնֆլիկտը ավարտվի քանի դեռ ուկրաինական կոնֆլիկտը կա Ռուսաստանի կախվածությունը Թուրքիայից Ռուսաստանի կախվածությունը Ադրբեջանից չափազանց մեծ է եւ այդ պարագայում ակնկալել որ ուկրաինան կարողանա թույլատրել այնքան ճնշումը որ Ռուսաստանը կարողանա ազատ նաեւ կարողանա ձերբազատվել այն կախվածությունից որ ինքը ունի Թուրքիայից եւ Ադրբեջանից դժվար է պատկերացնել։ Գոնե ես դա չեմ տեսնում այդ հնարավորությունը։ Բայց եթե այդ կոնֆլիկտը ավարտվի, նու շատերը ասում են որ այս տարվա վերջին կարող է դա տեղի ունենալ, ես ենթադրում եմ որ Ռուսաստանը պետք է իր պետական շահերին ավելի հետամուտ լինել, իսկ այդ պետական շահերը գիտեք վերջերս ստորագրվեց եւ կարծեմ հենց երեք վավերացվեց Իրանում ռուս-իրանական համաձայնագիրը ռազմավարական գործընկերության չափազանց ակնհայտ մի իրավիճակ է ստեղծվելու այդ կոնֆլիկտի ավարտից հետո երկաթյա վարակույր է իջնելու Ռուսաստանի համար դեպի Եվրոպա եւ ըստ էության ի զարգացման միակ հեռանկարը լինելու է դեպի հարավ։ Ռուսաստան-Իրան համագործակցությունը Ռուսաստանի համար ճանապարհ է բացելու դեպի հնդկական օվկիանոս դեպի Աֆրիկա եւ մյուս երկրներ, որտեղ նորից եմ ուզում կրկնեմ արևմտյան ճանապարհը փակելնելու եւ այստեղ չափազանց կարեւոր է թե այդ կոմունիկացիաները ինչպես են գնալու։ Դա հյուսիս-հարավ մայրուղու գաղափարն է եւ այս պարագայում Ռուսաստանը ակնհայտ է որ Ադրբեջանով չափազանց խոցելի է եւ այդ միայն հայկական վերլուծաբանների տեսակետը չի ինքը Իրանը ըստ էության այդ ճանապարհը համարում է շատ վտանգավոր, որովհետև հարաբերությունները Իրանի եւ թուրքական թուրանական աշխարհի շատ վտանգավոր են եւ ինքը նախընտրում է որ այդ ճանապարհը, այդ հիմնական ճանապարհը անցնի Ռուսաստանով, Քրիստոնյա Վրաստան, Քրիստոնյա Հայաստան եւ Իրանի Իսլամական Հանրապետություն։ Քիչ առաջ, չգիտեմ, ծանոթ եք թե չէ, Զանգեզուրի միջանցք չի լինելու Հայաստանում, Իրանի դեսպանն է հայտարարել
Այսօր Սյունիք կատարած այցի ժամանակ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին մեկնաբանել է թուրք նախարարի Ադրբեջանի հետ համատեղ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բացելու մտադրության մասին հայտարարությանը, պատասխանելու լրագրողի հարցին, թե ինչպես կարձագանքի Իրանը, եթե Բաքուն փորձի դրան հասնել ուժով, Սոբհանին ասել է. ուժը ոչինչ չի կարող լուծել Զանգեզուրի միջանցք չի լինելու։ Սովորաբար իրենք շատ դիվանագետորեն են պատասխանում, բայց տեսեք ինչպիսի հստակություն կա այս հարցում։ Իրանի Իսլամական Հանրապետության վերաբերմունքը Հայաստանի ու հատկապես Զանգեզուրի նկատմամբ միանշանակ է։ Տեսեք, քիչ առաջ հենց նոր ես ինչի ասում, որ ասենք այդ հյուսիսարավ ճանապարհը պետք է անցնի Վրաստան, Հայաստան եւ Իրանի Իսլամական դե հենց Զանգեզուրով պետք է անցնի, ուրիշ որտեղով պետք է անցնի, այսինքն դա գերկարևոր դիրք է։ Չէ, դե իրենք հստակ ասեցին, եթե ձեզ այդ կապող բանը պետք է, մենք պատրաստ ենք անգամ մեր տարածքով տալ դա։ Եվ խնդիրը որն է, որ այն ինչ որ պետք է անցնի Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով բացարձակապես ձեռք չի տալիս, որովհետև դա Իրանը մի երկիր է, որը հազարամյա պատմություն ունի, եւ ինքը իր հազարամյա պատմության մեջ գիտի թե ինչպես պետք է վարվել թուրանական աշխարհի հետ, գիտի թուրանական աշխարհն էլ գիտի, որ այդ միջանցքը դա միջանցք չի լինի, կլինի ճանապարհը, որը միշտ կլինի խստագույն հսկողության տակ, ինչը Իրանի կողմից անխուսափելիորեն կլինի։ Բայց այստեղ ես բաներ կարող եմ ասել, որ այդ ճանապարհը դե արևելք ճանապարհի կամ մեկ ճանապարհը մեկ գոտին է, չզարմանաք ես չեմ բացառում, որ առաջիկայում մենք եւս մեկ աջակից ունենանք, դա կարող է լինել հենց Միացյալ Նահանգները, որտեղ այն աշխատանքը, որ կատարվում է Միացյալ Նահանգների կողմից Չինաստանին ճնշելու համար, դա ուղղակի բխում է այդ իմ ասածը հենց այդ բանից, որովհետև այն բանից հետո երբ որ Չինաստանը Միացյալ Նահանգների կողմից պետք է զրկվի իր շուկաներից, ամերիկյան շուկայից հետո ամենավճարունակ շուկան եվրոպական շուկան է։ Եվ եթե Չինաստանը ցանկանում է իր ապրանքները անվտանգ հասցնել Եվրոպա, դա Միացյալ Նահանգների համար խնդրեմ է։ Եվ այդ Զանգեզուրի միջանցքի դեմ կարող է նաև հարց բարձրացնել հենց Միացյալ Նահանգները։ Շատ լավ, անցնենք այլ թեմաների, իմպիչմենտի գործընթաց է սկսվել, խնդրեմ ձեր գնահատականը։ Տեսեք, Անժելա, շատ հաճախ քննարկումները իմպիչմենտի հետ կապված կեսից են սկսում։ Լավ կլինի, որ մենք մի քիչ սկզբից սկսենք։ Միա խնդրում եմ այստեղ է ձեր խոսքը։ Այո, բայց ես ուզում քիչ անդրադառնալ։ Խնդրեմ։ Մի քիչ ջուր կվերեք ինձ։ Անժելա, տեսեք, մենք 3 հատ հզոր շարժում ենք, չէ՞, ունեցել այս ընթացքում, եւ այդ հզոր 3 շարժումների ընդհանուր տեխնոլոգիան, երբ որ մենք նայենք, հետեւյալը կլինի. ժողովրդական շարժման գեներացիա, ժողովուրդը հավաքում է ազգային ժողովի մոտ եւ պահանջում է, որպեսզի ազգային ժողովը իր սովորական քայլով իմպիչմենտ ձեռնարկի իշխանության նկատմամբ։ Սակայն տարբեր պատճառներով այդ երկրորդ քայլը նույնիսկ չի սկսել։ Չի սկսել պատգամավորների կողմից ստորագրահավաք, որտեղ նրան նաև գրված է վարչապետի տեխնացու, չի սկսվել։ Եվ տարբեր պատճառներ կարելի է բերել, բայց նաև այս նախաձեռնողների մոտ այն մտայնությունն է, որ այդ անդրջ 3 անգամ այսպես է ստացվել, չէ՞, այս ժողովրդի մոտ կարող է ողջամիտ կասկածներ առաջանան, որ միգուցե այս պատգամավորները չունեն այն ձգտումը, որ ասենք թե իրենք մտնեն այդ բավականին բարդ գործընթացի մեջ եւ իրանց վրա հարվածներ ընդունելով գնան իմպիչմենտի գործընթացին։ Եվ իրենք ինչ են ասում։ Ասում են, եկեք այդ երկու քայլերի տեղերը փոխենք։ Ժողովրդին բերենք փողոց այն ժամանակ, երբ արդեն կունենանք մի թուղթ, որի վրա բավականին մեծ քանակի պատգամավորների ստորագրություն կլինի, եւ այդ ստորագրությունների վերևում էլ կլինի իրենց կողմից նշանակված տեխնացուի անունը, որը պետք է փոխարինի այս ազգակործան պատուհասին խնդրի հաջող ավարտի պարագայում։ Ես կարծում եմ, որ դա շատ ողջամիտ մոտեցում է, որպեսզի դուք ժողովրդին հանեք փողոց այն ժամանակ, երբ որ ասեք ժողովուրդ, տեսեք, այն աշխատանքի իրենց մասը ընդդիմադիր պատգամավորները արդեն արել են։ Եթե այսպես է գնում process-ը, մի բանի մասն պետք է մենք պայմանավորվենք, Անժելա, որ եթե կա թուղթ, գիտեք, այդ ձևաթուղթը
հնարավոր է հանձնել աշխատակազմ, եթե դուք ունեք որոշակի քանակի ստորագրություններ, այդ ստորագրություններից 1/3-ն է, պատգամավորների 1/3-ը, եթե կա 1/3-ը դուք կարող եք այդ ձևաթուղթ հանձնել, բայց ոչ մեկը չի ասում, որ եթե դուք արդեն ունեք 1/3-ը, դուք պետք է անպայման հանձնեք, դուք կարող եք 40% օրինակ էլի չհանձնեք, 49% օրինակ ընդհանրապես մի պատգամավորի պակաս ունենաք ու նոր հանձնեք, հետևաբար դուք կարող եք ձեր երկրորդ քայլը ժողովրդին փոխանցել այն ժամանակ, երբ որ դուք արդեն ունեք բավականին մեծ քանակի պատգամավորները, որ պատրաստ են ստորագրել, բնականաբար բնավ անհրաժեշտ չի, որ նրանք բոլորը բացահայտ ստորագրեն։ Կարող է 30% ստորագրած լինեն, մնացած 10%-ն էլ ասեն, եթե ժողովուրդը դուրս գա փողոց, իսկ ստորագրեն։ Շատ լավ։ Երկրորդ եւ երրորդ նախագահները օրերս խոսեցին, իհարկե երկրորդ նախագահը մեծ այսպես ասուլիս ասեմ թե լրագրողների հետ հանդիպման, իսկ երրորդ նախագահը դատարանի մոտ ինչ որ հարցերի պատասխանեց, ոնց որ թե ավելի մեծ հստակություն է մտցվում, որ երկրորդ նախագահը պատրաստվում են հերթական ընտրությունների 2026 թվականի, երրորդին չգիտեմ, դուք ավելի հստակ կասեք գուցե արտահերթ ընտրությունների, այդպես է թե այդպես չի, եւ երկրորդ հարցը, շատերն ասում են, որ պետք է գնալ օրինակ վերցնել Գյումրու ընտրությունները, որ այսպես առանձին գնալ, հետո միանալ, շատերն ասում են, որ դա անհեթեթություն է, որտեղ տեղական համանքային ընտրությունները չպետք է բերել այդ նույն մակետով չպետք է աշխատել համապետական ընտրությունները, որտեղ պետք է մեկ միասնական ճակատով գնալ, սրանց հեռացնել։ Խնդրեմ։ Անժելա, տեսեք, ես կարծում եմ ճիշտ չի լինի այսօր խոսել ընտրությունների մասին։ Ճիշտ չի լինի։ Բայց տեսեք, արդեն Նիկոլենք սկսել են այս կրթել, գիտության դպրոցներ, չգիտեմ ինչ էլ, բարձես մարդիկ արդեն քարոզարշավը սկսել են Նիկոլն ու Անան։ Դա իրենց ծրագիրն է, դա իրենց օրակարգն է, բայց մենք պետք է ունենանք մեր սեփական օրակարգը։ Եվ խնդրեմ։ Ահա, մեր սեփական օրակարգը ես կարծում եմ պետք է լինի հետեւյալը։ Մենք պետք է սկսենք մի գործընթաց, որը ցանկացած րոպե կարող է վերածվել իշխանափոխության։ Եթե դուք ունենաք մի այնպիսի իրավիճակ երկրում, որ ունեք բավականին մեծ քանակի ստորագրություններ արդեն այդ թղթի տակ, եւ իշխանությունը կատարում է ինչ-որ բավականին նեգատիվ քայլեր, այդ ժողովուրդը կպայթի, որտեղ այնտեղ ունի ինքը արդեն երաշխավորված քանակի պատգամավորներ, եւ դա նույնիսկ մահակ կարող է լինել իշխանության գլխին, որովհետեւ ինքը ծայրահեղ հիմար քայլեր չանի, իր տերերի պարտադրանքը չանի։ Այսինքն այս իմպիչմենտի գործընթացը նաև այդ պոզիտիվ լիսկ ունի իր մեջ, որը կզսպի սրան ծայրահեղ վտանգավոր քայլեր անելու, որը շատ դժվարությամբ հետ կբերվի։ Բայց եթե նույնիսկ դա մի կողմ դնենք, մենք կարող ենք ունենալ մի իրավիճակ, որ այլ, ասենք թե չգիտեմ, սոցիալական մի հատ խնդիրներից կարող է լինել, որը էլի այդ մի կայծից հրդեհ բռնկվի։ Հետևաբար մեր մոտեցումը սա է, մոտեցում, որը մենք որդեգրել ենք եւ ամբողջ դիմադիր դաշտն որդեգրել, արդեն առնվազն այն խարիտարը 44-րդ պատերազմից հետո այս դավաճանների ցանկացած օրը իշխանության բերում է մեզ նորանոր փորձանքների։ Ինչու այնպեսի մի մեխանիզմ չունենանք, որը ցանկացած րոպե կարող է սպառնել այս իշխանությունը։ Եվ նաև հիմնական քննադատությունը ավանդական կուսակցությունների երկրորդ երկու նախագահների թիմերին, դիմադիր ուժերին, որ ժողովրդի հետ վատ են աշխատում, տեղերում վատ են աշխատում եւ սոցիալական հիմնական թեմաները չեն կարողանում բարձրացնել, համաձայն եք։ Այո, իհարկե համաձայն եմ։ Իհարկե համաձայն եմ։ Եվ որովհետև իրենք իշխանության եկան, այսպես չէ, այդ անընդհատ շահարկելով թալան, չգիտեմ ինչ, դա մեխանիզմներ էր, արևմտյան կարողացան 20 տարի շարունակ եւ հիմա իրենց այս խայտարակ թալանի ֆոնին իմիջիայլոց ասում են հենց հատկապես դրանից են այսպես ջղագրվել գրգիր վիճակում, որովհետև տեսեք արդեն օրինակ Հրանտ Բագրատյանը խոսեց վերջին 7 տարում ստվերից, ասես միայն
60 միլիարդ չկա, իրանք պիտի պատասխան տան, երկրորդ նախագահն ասեց 2 միլիարդը չկա, ուր է, անիֆի գործը, հիմա տեսեք էլի բյուջեից փող են տանում, այնտեղ 100 միլիոնը, որ Սփյուռքից եկել էր, բյուջեում դրա մասին չգրվեց, Սաշիկ Սարգսյանից 30 միլիոն վերցրեցին, բյուջեում այդ տողով չկա, ու այսպես հարյուրավոր թալանի բաներ։ Անկասկած, Անժելա, իրենք մինչև ականջները խրված են կոռուպցիայի մեջ։ Մինչև ականջները, բայց ինչու են իրենք այդքան կարճած իրենց աթոռներից։ Մի բան կա, իրանք հաստատ գիտեն, չէ՞ որ իրենց աթոռից են գնալու են այդ ազգակործանի ասած պատվալը։ Եվ փաթեթներով են գնալու, փաթեթներով, ոչ թե հաթաթ։ Բայց մենք կարողանում ենք հանրությանը ժողովրդին հասցնել, որ տեսեք, թալանը, չգիտեմ ինչ է, լոզունգներով եկածներ, այսօր չի աննախադեպ թալանի ու կոռուպցիայի, թե ոնց են թալանում ժողովրդին։ Կարողանում ենք հասցնել։ Քեզ պետք է պատասխանեմ հարցումների արդյունքում։ Տեսնում ես, չէ՞ ուր է հասել նրանց ռեյտինգը։ Նույնիսկ մեր նման երկրների համար բնական ադմինիստրատիվ ռեսուրսը ավելի մեծ է, քան իրենց ձայները։ Այսինքն նույնիսկ իրենց ադմինիստրատիվ ռեսուրսի մի մասը իրենց այլևս չի վստահում, որտեղ տեսնում է, աչքով տեսնում է, թե ինչ են արել։ Լափել են այս երկրի, այս ժողովրդի փողերը լափել են։ Սա է։ Շատ լավ։ Եվ վերջին հարցը տիկնոջ ակտիվությունը այս ծավալի եւ այս սանձարձակությունը այսպիսի բառամթերքով ոչիլ էշ նախագահների հարցերին, տխմարներ, քաղաքական գործիչների հասցեին, չգիտեմ, այս սա ինչի մասին է խոսքը։ Այժմ եթե կարելի է շատ կարճ պատասխանել, որովհետև չեմ ուզում մտնեմ։ Ես մեր ժամանակներում մի տիկնոջ եմ տեսել, որ առաջի տիկին է եղել ու այդքան ակտիվ է եղել։ Գերակտիվ։ Գերակտիվ, այո։ Դա Գորբաչովի տիկիններ ու այդ ակտիվության շնորհիվ նաև այդ երկիրը ըստ էության փլուզվեց։ Այսքան։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։